Սա ԵՊՀ-ի գերհամակարգիչն է, այս 3 պահարանը։ Մենակ այս մի պահարանը մեջը ունի 4 հատ համակարգիչ, որոնք գումարային կարող են 45 կՎտ ծախսել։ 45 կՎտ ժամը մոտավորապես հավասար է 20-ից 30 բնակարանի միաժամանակյա էլեկտրաէներգիայի սպառմանը։ Արհեստական բանականությունը արագորեն վերափոխում է համաշխարհային էներգետիկ համակարգը։ 2025 թվականին խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները տվյալների կենտրոններում 400 միլիարդ դոլարից ավելի կապիտալ ծախս են կատարել։ Միայն 5 տեխնոլոգիական ընկերությունների կապիտալ ծախսերը այժմ ավելի մեծ են, քան նավթի և բնական գազի արտադրության մեջ համաշխարհային ներդրումները։ Միջազգային էներգետիկ գործակալության նոր զեկույցում է նշվում։ Այսօր արհեստական բանականությանն ուղղված սովորական տեքստային հարցումն ավելի քիչ հոսանք է սպառում, քան նույն ժամանակահատվածում հեռուստացույց դիտելը։ Բայց եթե տեքստային հարցումը քիչ էներգատար է, ապա տեսանյութերի ստեղծումը կամ բարդ տրամաբանական խնդիրների լուծումը հազարավոր անգամ ավելի շատ էներգիա են սպառում։ Արհեստական բանականության գործիքները ավելի ու ավելի շատ արդյունք են տալիս, օգտակար գործիք են դարձել շատ մեծ թվով մարդկանց համար, ու այդ ամեն ինչը սպասարկելու համար պետք են այդ հսկայական տվյալների կենտրոնները, որոնցից Հայաստանում են հիմա կառուցում, ու այդ կենտրոնը կառուցելու, այդ կենտրոնի սնուցումը հոսանք է, այսինքն էլեկտրաէներգիա է պետք այդ ամբողջ չիպերը աշխատացնելու համար։ Հիմա բնականաբար այն ընկերությունները, որոնք տալիս են այդ ծառայությունը, Google-ը, OpenAI-ը, Anthropic-ը եւ այլ, այդ դրանց համար պետք են բոլոր այդ հաշվողական ռեսուրսները, իսկ դրա համար պետք է այդ էներգիան։ Դրա համար այդ շարունակվելու է միայն, որովհետև քանի գնում է արհեստական բանականությունը ուժեղանում է ու ստեղծված արժեքը մեծանում է, հետևաբար հոսանքի ծախսը եւս մեծանալու է։ Առանց էներգիայի արհեստական բանականություն գոյություն չունի, եւ այն երկրները, որոնք ապահովում են էլեկտրաէներգիայի անվտանգ, մատչելի եւ արագ հասանելիություն, մեկ քայլ առաջ կլինեն, նշում է միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը։ Թեև արհեստական բանականությունը դեռևս էներգիա սպառող է, այն նաև դառնում է էներգիա ստեղծող, առաջ մղելով այնպիսի նորարարական լուծումներ, ինչպիսիք են նոր սերնդի միջուկային ռեակտորները, ճկուն տվյալների կենտրոնները եւ էներգիայի երկարատև պահպանման համակարգերը։ Որպեսզի երկրները կարողանան օգտվել իրենց էներգետիկ համակարգերն արդիականացնելու այս հնարավորությունից եւ հաղթահարեն արհեստական բանականության արագ աճի հետ կապված խնդիրները, քաղաքականություն մշակողների, էներգետիկ եւ տեխնոլոգիական ոլորտների միջև գործակցությունը մնում է վճռորոշ։ Այսօր աշխարհի տվյալների կենտրոնները տարեկան սպառում են մոտ 485 տերավատ ժամ էլեկտրաէներգիա։ Դա գրեթե այնքան է, որքան օրինակ Ֆրանսիայի տարեկան ամբողջ սպառումը։ Միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսմամբ մինչև 2030 թվականը տվյալների կենտրոնների էլեկտրաէներգիայի սպառումը կկրկնապատկվի, հասնելով 950 տերավատ ժամի, ինչը հավասարազոր կլինի համաշխարհային էներգետիկ պահանջարկի 3%-ին։ Տնտեսագետներն այս համատեքստում հիշեցնում են Հայաստանում կառուցվող արհեստական բանականության գործարանի եւ նաեւ էներգետիկ հզորությունների ավելացման կարևորությունը։ Այդ համաձայնագրերը միաժամանակ կնքվեցին եւ կարծում եմ սա պատահական չէր եւ միջուկային նոր էներգաբլոկների ստեղծումը բնականաբար շատ մեծ առաջարկ կստեղծի էներգետիկ համակարգում, իսկ այդ առաջարկը կարտահանվի, թե կսպառվի ներսում ստեղծելով հավելյալ նոր տնտեսական արժեք, դա արդեն էական չէ, էական է, որ սպասարկվի այդ ոլորտը, իսկ տվյալների նոր կենտրոնի եւ արհեստական բանականության նոր գործանի սպասարկման համար անհրաժեշտ է հսկայական մեծ քանակի էլեկտրաէներգիա եւ կարծում եմ, որ մոդուլային էլեկտրակայանները, միջուկային էլեկտրակայանները, որոնք արդեն կարծես թե գործնական կիրառման կամ ստեղծման փուլ են մտնում, խիստ անհրաժեշտ է Հայաստանի տնտեսության համար։ Ներկայում Հայաստանում ավելի շատ հոսանք արտադրվում է, քան սպառվում, ինչն էլ իր հերթին է նպաստել մեր երկրում արհեստական բանականության գործարանի կառուցմանը, նշում է Հրանտ Խաչատրյանը։ Հիմա իմ տեղեկություններով այն ինչը որ նախատեսում է այս տարի գործարկել, դրա մեջ մտնում է Elevate ընկերության դատակենտրոնը Գագարին գյուղում եւ Firebird ընկերության դատակենտրոնը Հրազդանում, դրանք գումարային երևի տենց 50-60 մեգավատի հզորություն են պահանջելու, որը Հայաստանում իմ հասկանալով կա։ Այսինքն մեր եղած ռեսուրսները, եթե մենք աշխատացնենք, այդքան հնարավոր է հասնել։ Այ Firebird-ի երկրորդ փուլի համար արդեն ես կասկածում եմ, չնայած ոնց որ թե ասում են, որ դա էլ կլինի, այսինքն եղած էլեկտրակայանները կարելի ավելի մեծ թափով աշխատացնել եւ դրա համար էլ անհրաժեշտ է ստանալ, այ դրանից ավելը արդեն պետքա նոր կառուցել։ Սա իր հերթին թե մեծ ներդրումային հոսք է բերելու, թե տարբեր ոլորտներ ավելի արդյունավետ կարող է դարձնել, կարծում է Սոս Խաչիկյանը։ Հավելում, այստեղ կառավարությունը շատ անելիք ունի։ Այլ հարց է կնքել համաձայնագրեր եւ արհեստական բանականության գործանի կամ ատոմային էներգաբլոկների կառուցման շրջանակում, այլ հարց է, որ կոնկրետ գործողություններ արդեն ներդրողների հետ իրականացվեն
եւ կարծում եմ, որ այո, անելիքները շատ են եւ հսկայական ներդրումների տեղ է բացվում։ Եթե մինչեւ հիմա ենթադրենք հանքարդյունաբերության կամ հիմնականում առևտրի, սպասարկման ոլորտում էին բավականին մեծ ներդրումներ իրականացվում, արդեն կարծես թե կոնցեպտը փոխվում է եւ ներդրումների իրականացումը նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, տվյալների կենտրոնների եւ միջուկային էներգետիկայի ոլորտում սրանք նոր հեռանկարներ են բացում ինչպես տնտեսության, այնպես էլ ամբողջ պետության դիվերսիֆիկացիայի համար։ Միջազգային էներգետիկ գործակալության այս զեկույցը փաստում է, արհեստական բանականության համաշխարհային մրցավազքում վճռորոշ առավելություն կունենան ոչ թե ամենախելացի ալգորիթմները ստեղծող երկրները, այլ այդ ալգորիթմների անդադար սնուցումը երաշխավորող։ Նիկոլայ Ավետիսյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։